Որդներ ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, այսօր եկել եմ ձեզ համար նկարելու աշնան պամիդորները ինչպես են տնկում։ Հիմա գնանք տեսնենք աշնան պամիդորների տնկման նրբությունները, ինչով են տարբերվում գարնան տնկած պամիդորներից։ Սա գարնան տնկած պամիդորներն են արդեն հանվել է եւ մաքրվել է ջերմոցներից, ինչպես տեսնում եք կաթիլային շլանգները, թելերը ամբողջությամբ մաքրվել են։ Հիմա գնանք ներս, տեսնենք ինչպես են աշխատանքները ընթանում։ Ահա եկել ենք ջերմոց, ուզում ենք հասկանանք ինչ աշխատանքներ են անում, այստեղ կաթիլային ոռոգման շլանգներն են անցկացնում, նոր կաթիլային ոռոգման շլանգներն են, տեսակ դրսում արդեն գարնան շլանգները հանվել թափվել է, ինչպես հասկացանք շլանգները մեկ սեզոն է օգտագործվում։ Մեկ սեզոն։ Իսկ աշնան եւ գարնան պամիդորի տնկման մեջ կան որոշակի տարբերություններ։ Տարբերությունը այն է, որ աշնանը մի քիչ այս գարնանը բանալու ավելի շուտ է կպնում, այս աշնանը մի քիչ շատ է շոգից թափում, էլի։ Հա, այսինքն քանի որ գարնանը դեպի տաքությունն է գնում, հով է լինում եղանակը շուտ է կպնում, իսկ այս սեզոնինը մի քիչ ուշ է կպնում, որովհետև արմատները ուշ է գնում հողի մեջ, ավելի տաք է հողը, չի աշխատում։ Նաև ջերմատունը պետք է ոնց հասկացանք անպայման սպիտակով, կավիճով ծածկված լինի, որ արմատները չվառվեն, չխաշվեն, դա էլ նկատի ունեցեք։ Ինչքան տաք է լինում, այնքան ուշ է, էլի։ Ինքը աշխատում։ Իսկ գարնանը եւ աշնանը նույն հեռավորության վրա են տնկվում։ Հա, նույն 45 սանտիմ հեռավորություն։ Նույն 45-ն է։ Իսկ միջև տնկելը տեսանք մենք դրսում, որ արդեն նախորդ պամիդորի կոպիտ ասած քոլերը հանել եք, մաքրել եք, ամբողջը հանել եք դուրս։ Մոտավորապես որքան ժամանակ է տևում, եթե ինտենսիվ ենք աշխատում իհարկե, որքան ժամանակ է պահանջվում նախորդը հանել եւ նորը դնելը։ Մի 5 օր էլի։ Մի 5։ Իսկ այդ ընթացքում ինչպես եք պարարտացնում հողը, ինչ եք անում հողի հետ։ Հին ենք լցրել։ Հա, գոմաղբ եք լցրել։ Միայն գոմաղբով հարստացնելը բավական է։ Հա, գոմաղբ եմ լցրել ու վարել ենք։ Անցած տարի էլ դրել շլակն ենք լցրել, այդ այլ։ Հա, հասկանալի։ Հիմա կաթիլային շլանգներն եք միացնում։ Հա։ Ովքեր չգիտեն ինչպես են միացնում, ահա կարող եք տեսնել ինչպես են միացնում։ Ձգում են եւ ամրացնում են։ Այսպես ամեն մեկը։ Իսկ կաթիլային շլանգները քանիսի վրա են անցքերը։ 10։ Ամեն 10 սանտիմը մեկ ջուկ կաթացող տեղն է դա։ Ժամում 1 լիտր կաթում է, էլի ամեն ծալից։ Հասկանալի է։ Տեսել եմ նաև ջերմատներ, որտեղ միջանկյալ այդ հատվածը այդ 5 օրը կլինի, 10 օրը կլինի, մարդիկ հողը ծածկում են թաղանթով, որպեսզի վերին շերտի խոցածածկը։ Հա, ուղղակի ժամանակի զուտ հատվածով, որ սածիլս մեծա չեմ հասցրել։ Հա, հասկացա, այսինքն զուտ ժամանակը խնայելու առումով այդ մեթոդը չեք կիրառել, բայց աշխատող տարբերակ է։ Հա, ճիշտ է։ Հասկանալի, աշխատող տարբերակ։ Ինչպես տեսնում եք, ձմռանը մնացած վառարանները չեք էլ հանել, երևի խորաշնանը վառելու մտադրությամբ։ Հասկանալի։ Իսկ այս վառարանները ինչպես են աշխատում, կարող ենք մոտենալ տեսնել։ Հա, գազով։ Սրանք գազով աշխատող ինքնաշեն վառարաններ են։ Այսպես։ Այս ներքևի վինտիլը որ կա, ինչի համար է, գազը։ Հա, գազը այդ տեղից է մտնում։ Հա, գազի մուտքի տեղն է։ Դա հասկանալի է։ Այստեղ մոտորն ինչի համար է, վենտիլյացիան ապահովելու։ Եվ արդեն հողակները։ Իսկ եւս մեկ հարց, վերևի հատվածում այս թելերի կեռիկները որ կան, սրանք պիտի մնան այսպես, թե ուղղակի պիտի Հավաքեմ նորից թել փաթաթեմ վրանց։ Հա։ Հասկանալի։ Այսինքն որևէ ախտահանիչ նյութով դեռ ջերմատունը չեք ախտահանել։ Մի հատ հեսա սրսկեմ կդնեմ։ Ինչ եք սրսկելու որպես ախտահանիչ։ Տիզի թույ, վերթի մեկ։ Հա, միայն վերդի մեկ։ Հասկանալի։ Իսկ նեմատոդի դեմ պայքար որևէ բան անելու եք դնելուց առաջ։ Չեմ լցել։ Չեք անելու։ Ժամանակ պետք է 2 ամիս առաջ լինի, Հա, որ ինչ որ վնաս չտա, էլի։ շատ լավ։ Вообще նեմատոդի այդ լավ պայքար, ձեր ասած այդ ցելոֆանով փակելն ասում լավ օգնում է։ Հա, ես էլ եմ լսել, որ լավ օգնում է, առաջիկայում գիտեմ մի ֆերմերի, ով պատրաստում է այդպես անել, առաջիկայում տեսանյութ կնկարեմ դրա մասին, դա էլ կտեսնենք։ Լավ օգնում է։ Եվ եւս մեկ հարց, քանի որ մենք գիտենք, որ վերջին շրջանում լոլիկի գները բավականին իջել են, արդյոք դրանով է պայմանավորված, որ քանդում եք նորից եք տնկում, թե ուղղակի բույսը էլ իրեն չի արդարացնում։ Չէ, արդարացնում, արդեն որ գլուխները կոները խփել էին, Հա։ վերքը ինչ խավը վերցրել էինք։ Հա, հասկացա։ Այսպես իրել հետևորդներ,
Ինչպես հասկացանք, նախորդ տարվա թելերն էլ չեք օգտագործում։ Չէ, նոր։ Ամբողջությամբ մաքրում եք եւ նորն եք գցում։ Հասկանալի է։ Իսկ պամիդորի դնելու ժամկետների հետ կապված, քանի որ այսօր արդեն հուլիսի 6-ն է, արդյոք ուշ չի ջերմատանի հիմա պամիդոր դնելը։ Չէ, մինչև սեպտեմբերի 15-ը ինքը կարմրում է, հետո փեջերը վառում ենք, չի մնում, էլի։ Հա, հասկանալի է։ Այսինքն դեռ ժամանակ կա։ Հնարավորություն կա, չէ, տոչի։ Իսկ եթե ջերմատունը չի վառվում, ապա երբ կարելի է վերջին ժամկետ որպես հաշվել ու դնել։ Մինչև ամսի 1-2-ը նորմալ հասցնում է, էլի։ Կարմրում է։ Այսինքն հողի մեջ երբ կարելի է սածիլը դնել։ Մինչև ամսի 5-ը, 5-10։ Հուլիսի 5-ը։ Այսինքն միջև այս օրերը որ դնեն, եթե անգամ չեն ջեռուցում, նորմալ է։ Հա, կարմրում են։ Իսկ միջև քանի պտուղ կարող է տալ, քանի ծաղիկի այդ փնջերը որ ունենք, քանիսը 5-ից 6, էլի։ 5-ից 6-ը կտա։ Արդեն այդ ջերմատնից է կապված։ Հա, հասկանալի։ Այսինքն Արարատյան դաշտի համար միջև 5-ից 6 ոնց էլ լինի կտա։ Հա, տալիս է։ Շատ լավ։ Իսկ ինչ տեսակի պամիդոր եք դնելու։ Իգիտո։ Իգիտո տեսա։ Սրանից առաջ մախիտոս էիք դրել։ Իսկ ինչով է տարբերվում իգիտոն մախիտոսից սեզոնների հետ կապված, որ Սեզոնային է, էլի իգիտոն ավելի դիմացկուն է այդ եղանակի տատանումներին, չէ մախիտոսը, շոքին էլ չի դիմանում մախիտոսը այդ։ հա, հասկանալի։ Այսինքն այստեղ ոչ միայն հիվանդությունների դերակատարումը կա, այլ նաև բույսի դիմադրողականության, ցրտի, տաքի դիմադրողականություն։ Հա, հա, այդ հարցն է ուզում նաև տալ։ Քանի որ եղանակ, այսինքն իգիտոն չի ճաքում, մախիտոսը ճաքում է, ավելի դիմացկուն։ Ուրեմն կարող ենք ասել, որ նաև կեղևն էլ բավականին պինդ է։ Հա, պինդ է։ Այդպես սիրելի հետևորդներ։ Ահա։ Հիմա գնանք դուրս, ձեզ ցույց տամ նաև այն քոլերը, որոնք հանել են եւ դուրս են թափել, նրանց վրա էլ 1-2 բան եմ ուզում ձեզ ցույց տալ, պատմել ու շարժվենք առաջ։ Դե ինչ, ձեզ լավ աշխատանք, լավ օր ենք մաղթում, լավ տարվա առատ բերք ենք մաղթում։ Հուսով ենք դնելու ընթացքին նույնպես կարողանանք ժամանակ հատկացնել ու գալ նկարել։ Սիրելի հետևորդներ։ Ահա, նայեք, այս թելերը, որ տեսնում եք, այս թելերը ամբողջությամբ պոմիդորների հետ դուրս են հանում։ Ինչի համար, որովհետև բազմիցս կրկնել եմ եւ նորից եմ կրկնում, որ այս թելերի մեջ են մնում այն մանր միջատների հիվանդությունները, ձվեր այսպես ասած, որոնք ուտում են պոմիդորը եւ վնասում են, հիվանդություններ են առաջացնում։ Այսպես հիմա այս ամբողջը պիտի կանչեն մի բեռնատար մեքենա, որպեսզի գա եւ ամբողջը հանի։ Ինչպես տեսնում եք, պոմիդորները քոլերի վրա ուղակի հանել են ու թափել են, որովհետև արդեն էլ իրեն չի արդարացնում։ Լսեք, պոմիդորները ամբողջությամբ քոլերի վրա են։ Այսպես անգամ կաթիլային շլանգները չեն արդարացնում, հիշում եք, այս ջերմատունային ջերմատունը, որտեղ կաթիլային շլանգները ներքևով էր անցնում, հողի միջով էին անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն այս հատվածներում սկսել են խցանումներ առաջանալ ու արդեն շլանգները էֆեկտիվ չեն այս տարվա օգտագործման համար, այս սեզոնի օգտագործման համար։ Ուստի որպեսզի շլանգները նորից չմաքրեն, նյութեր չտրամադրեն մաքրելու համար, որովհետև գալիս է իրենց ասելով նույն գինն է գալիս կանգնում, ուստի ավելի նպատակահարմար է, որպեսզի ուղղակի հանեն թափեն եւ նոր շլանգներ փռեն։ Այսպես սիրելի հետևորդներ, այս ամբողջը հիմա մեքենան բեռնատարը կմոտենա ու արդեն կհանի։ Դե ինչ, լավ մնացեք։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի մեզ չկորցնեք, եւ ձեր բաժանորդագրություններն ասեմ, որ շատ օգնում են իմ ալիքին, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն, ավելի շատ մարդիկ ծանոթանան ալիքի հետ եւ կարողանան օգտվել այն խորհուրդներից, որոնք փորձում ենք տալ ձեզ։ Դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք։